շարունակում են կարևորագույն թեմաների քննարկումները այս բան եզրություն պարոն Արա Հարությունյանի հետ։ Շնորհակալ եմ պարոն Հարությունյան մեզ միանալու համար։ Երեք Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո մենք այսպես եթերից դուրս քննարկել ենք մեկ-երկու հարց եւ կարծում եմ որ շատ կարեւոր է եթերում լսել ձեր տեսակետները։ Փաշինյանը մոտ 1 ժամանոց ելույթ ունեցավ ազգային ժողովում եւ ելույթը ինձ համար տպավորություն էր նոր ու շատերի համար նոր կապիտուլյացիա է պատրաստվում եւ դրա համար Փաշինյանը նախկին զոհերով պատերազմի հետևանքներով փորձում է վախեցնել ժողովրդին, որպեսզի այս նոր իրողության հետ ավելի հեշտ համաձայնեն։ Դուք ինչ տպավորություն ստացաք, պարոն Հարությունյան, ուզում ձեր գնահատականը լսել տարբեր դրույթների եւ կոնկրետ որ Ես Բորոժյան ես չեմ դիտել, ես դրան չեմ կարողանում դիտել, դա մանիպուլյատոր է, բայց ինչ որ դուք եք ասում եւ մյուս ինֆորմացիայից որ կողքերից ստանում 100%-ով դա այդպես է, որիշ ոչ մի տարբերակում ինքը չէր ասի, որ մենք նույն վիճակում կլինենք առանց զոհ տալու։ Դա նշանակում է, որ գիտեք ինչ, նոր պատերազմ հեսավորել մենք չենք ուզում զոհ տալ, դրա համար տարածք պետք է տանք։ Խնդիրը նրանում է, թե որ տարածքների մասին է խոսքը։ Թուրքերին Ղարաբաղը չի հետաքրքրում այլևս։ Թուրքերին հետաքրքրում է Հայաստանում ռուսների չլինելը։ Ռուսների չլինելու դեպքում ոչ միայն Ղարաբաղը չի լինի, ոչ միայն Սյունիքը չի լինի, այլ Հայաստանը չի լինի, որովհետև եթե թուրքերը այդ process-ի մեջ են, իրենք թուրան են կերտ։ Ու հայերը, որոնք փորձում են ինչ-որ էտապներ տեսնել այդ հարցում կամ ինչ-որ սահմաններ տեսնել, սահմանափակումներ չկա նման բան։ Թուրքերը հարձակման ռեժիմի մեջ են, հայերը չեն էլ պաշտպանվում, իրանք ուղղակի թուրքերին հրավիրում են իրենց կոտորելու, գենոցիդվելու։ Սա աննախադեպ վիճակ է, աշխարհում 200 երկիր կա, չգիտեմ իրական թիվը որն է, մենք ամենավերջինն ենք մեր քաղաքագիտականով, պատկերացումներով, մեր ինքնապաշտպանությամբ։ Սա սարսափելի վիճակ է, ու արմատները շատ խորն են։ Հանրությունը ապատեղեկացվում է ոչ միայն իշխանություններով, այլ նաև հրապարակում եղած բոլոր երևույթներով, գործող անձանցով, բոլորը զբաղված են մարդկանց հիմարացնել։ Պարոն Հարությունյան, տեսեք, երեք երբ որ մենք զրուցում էինք, ձեր կարծիքն այդ բոլոր տեղեկությունները համադրելով դուք կարծում եք, որ սա թուրքական կողմի կամ ադրբեջանական կողմի պահանջներ եւ նպատակը ռուսների դեմ ընթացող process-ներն են։ Եվ ես այստեղ միանշանակ պետք է համաձայնվեմ ձեզ հետ, որովհետեւ ելույթում Փաշինյանը հակառուսական այսպես էլեմենտներ էր դրել շատ հստակ, հապկը ամիսներ հետո հիշել էր հապկը, որ տապալված կառույց է եւ նորից հիշեց ռուս խաղապահներին, այս անգամ ընդդիմության ներկայացուցիչներին Արցախ չթողնելու համար։ Որն է թուրքերի շահը այս հայտարարության մեջ։ Հայաստանին հանում են Ռուսաստանի դեմ, թե փորձում են Ադրբեջանին պաշտպանել, որպեսզի Ռուսաստանի դեմ Ադրբեջանը միայնակ չմնա այս փուլում։ Որտեղ մենք գիտենք հարաբերությունները կարծեք թե սրվել են հայտարարությունների մակարդակում։ Ոչ, թուրքերի նպատակը ռուսներին այստեղից թուրքերի նպատակը եւ Ալիևի, եւ Էրդողանի, եւ Միջինասիական հանրապետությունների, դրանք բոլորն արդեն որպես եղբայրներ են գործում, դա մեկ ռուսք է, նրանց նպատակը ռուսներին իրենց ճանապարհից հանելն է։ Հիմա ռուսները գտնվում են Հայաստանում եւ Ղարաբաղում, իրենք վարձել են Նիկոլին կամ շանտաժել են կամ փող են տվել եւ նիկոլականներին եւ ծռերին եւ հակառուսական ուժերին Հայաստանում, որ այնց արեք, որ ռուսները տեսնեն, որ սա մնալու տեղ չի, իրենք հնարան չունեն այստեղ մնալ։ Խնդիրը շատ պարզ է։ Ռուսներ դուս եկեք ստեղից, քանի որ ռուսներն ծանր վիճակում են հայտնվել Ուկրաինայի պատճառով։ Եթե իրանք ստեղից են դուրս գալիս, ապա բացվում է Թուրանի ճանապարհը, Կասպից ծովն են կորցնում ռուսները, Սիբիրն են կորցնում։ Իսկ Վոլգայից են կողմ Ռուսաստանից ոչ մի բան չի մնա, Ռուսաստան պետության հիմքերն են կորցանում իրենք։ Դա է պատճառը, որ ռուսները հանդուրժում են Նիկոլին, հայության այս վայրի վերումները, մի կերպ Ղարաբաղում ոտք են դրել, փորձում են բանակցելով, փշի անելով հայերեն լավ բարկա, Ալիևի հետ, Էրդողանի հետ, դա լավագույն քաղաքականությունը չի, ես չեմ ընդունում, որ դա ռուսների միակ անելիքն է, ես նայում էի Սալավյովին,
Բոլոր հյուրերը հայհոյում էին Պուտինին առանց անունը տալու։ Տես ինչ է սանում անգիր։ Այս դու գազը նավթ ես տալիս քո թշնամիներին, որ պատերազմ կտեն վարում, բոլորն ապշած էին այս քաղաքականությունից։ Դե իմ կարծիքով Պուտինն էլ դարձել է Ռուսաստանի Նիկոլը։ Այդ մարդը չի կարողանում դիմադրել։ Այդքան մարդիկ կան, որոնք հասնում են իրենց հնարավորությունների առաստաղին, ավել չեն կարողանում գնալ։ Պուտինն այդքան էր։ Ավել չէր։ Այս վիճակը դուրս գալու համար ռուսները պետք է իրենց նոր լիդեր ընտրեն։ Դա իրենց գործն է։ Իմ գործը չի, ես կարծիքս եմ։ Մեր գործն էլ մեր լիդերին գամը քաշելն էր, որը մենք չկարողացանք։ Դրա համար Նիկոլը ամեն ինչ անում է։ Ու այդ բոլոր իր ելույթները մեզ չեն ուղղված։ Ինքը թքած ունի հայության վրա, որտեղ մի հատ միլիցով կարա 1000 հայ ասի դրանց կդրե։ Ինքը այդ ելույթներն ունում է, որ ռուսներին լսել տա, որ թուրքերին լսել տա։ Այստեղ միակ առեղծվածը որ կա 20 թվականին նոյեմբերի 9-ի այդ պայմանագրով ռուսների մուտքն էր Ղարաբաղ։ Թե ոնց դա տեղի ունեցավ, ես կարծում եմ, որ դա այն ժամանակ Ալիև Էրդողան հարաբերությունները մի թեթև երևի խնդրեմ ա եղել, դրանից օգտվելով Պուտինը հասցրեց զորքերը մտցնել Ղարաբաղ։ Դրանից հետո թուրքերը իրար ներսում հարցերը լուծել են ու հիմա միացյալ ճակատով իրանք ռուսներին են դուրս քշում։ Հայ վերլուծաբաններն էլ, հանճարեղ վերլուծաբաններն էլ ասում են, որ ռուսների մուտքով Ղարաբաղ թուրքերը հնարավորություն ունեցան մտնելու Ադրբեջան։ Սա աբսուրդ է։ Գիտեք ինչու՞մն է բանը։ Չի կարելի սխալ մեկնաբանություններ ներկայացնել, դրանով գրավել մարդկանց, որ Նիկոլն է դա անում։ ԿՊ-ն է դա անում։ Մենք իրավունք չունենք նույնիսկ մազաչափ սխալվելու մեր գնահատականներ։ Եթե մենք լղոզում ենք պատկերը, այդ պատկերում արդեն հնարավորություն են ունենում գործել գործակալները, թուրքական գործակալները, որոնցով լի է Հայաստան։ Ազգազանի քիթն էին ջարդել արձանի։ Երկիրը լի է գործակալներով, պետք է մենք սրա հետ հաշվի նստենք։ Հայաստանը հիմա աշխարհի ամենաթանկ տարածքն է, շատ ավելի թանկ, քան ամբողջ Ուկրաինան, որտեղ Ուկրաինայով Ռուսաստանը չի կործանվի, բայց Հայաստանով Թուրանի առաջացմամբ Ռուսաստանը կկործանվի։ Եվ առհասարակ հայերի խնդրեմը հիմա աշխարհին նայելն է, հասկանալն է, թե ինչ է կատարում աշխարհում։ Մենք ներքին խնդիրներում պարտված ենք։ Մենք Նիկոլին պարտվել ենք, Նիկոլի շներին պարտվել ենք, միլիցուն պարտվել ենք, հայ լակոտ լուկուտին, դոդին, լֆիկին, բոլորին Ռոբին, Սերժին, սաղին պարտվել ենք։ Ժողովուրդը որպես ֆակտոր, որպես սուբյեկտ գոյություն չունի, բայց նա պարտավոր է գոնե հասկանալ աշխարհը, մի քիչ չեզոք աչքերով հասկանալ, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, այլ ոչ բերանը բաց ամեն էշ շուսան հետևից գնա։ Պարոն Հարությունյան, բայց հիմա նոյեմբեր ներողություն, ամսի 19-ին, ապրիլի 19-ին սպասվում է Փաշինյանի այցը Մոսկվա, ռուսական կողմից իհարկե որոշակի կոշտ գնահատականներ հնչում են, մասնավորապես Լավրովի խոսքը, իհարկե Նիկոլ Փաշինյանի անունը չնշելով, բայց Փաշինյանի խոսքը մեջբերվեց եւ դա դատապարտվեց, ինչպես նաեւ իր խոսքում Լավրովը նման մտքեր արտահայտողներին, այսինքն Փաշինյանին եւ հայ ժողովրդին ու Հայաստանին տարբերակեց իրարից։ Այս այցից առաջ նման գնահատականներ ինչ են հուշում, ռուսները դեռևս շանս ունեն Փաշինյանի։ Ինքը ռուսներին է լսել տալիս, որ տեսեք, դուք այդտեղից իմ հասցեին ինչ-որ բաներ եք անում, իսկ ես այստեղ հավաքում եմ ժողով, ամբողջ Հայաստանով մեկ եմ հայտարարում իմ դիրքորոշումները, դե ինչ ուզում եք արեք։ Սա լկտի խաղա բոլորի դեմ։ Թքած ունենալով մեր վրա իհարկե։ Ինքը շատ մեր Նիկոլը խաղում է աշխարհի ամենահիմնական խաղը։ Զելենսկին չի խաղում, Նիկոլն է խաղում։ Մերես լակոտն է խաղում։ Հիմա ռուսները շանս ունեն ամսի 19-ի այցի ընթացքում այնուամենայնիվ Փաշինյանի, ինչպես դուք եք ասում, գամերը քաշելու։ Չէ, ոչ մի շանս չունեն։ Նիկոլի գամերը իր ձեռքում են միայն։ Միգուցե կնոջ ձեռքում կա մի փոքր։ Դա այդ տիպի մարդա, որը ոչ թասիբ ունի, ոչ սկզբում, ոչ մի բան չի վաղա կատարել։ Նա Ռուսաստանում կարող է լացել լինի, կզիել, ինչ ասես անի, գա հակառակն անի։ Նիկոլը այդքան պարզ տիպ չի։ Նա շատ մեծ կալիբրի սրիկա է։
Չի կարող ռուսները ոչ մի բան չեն կարող անել, եթե չեն դիմում ուժային մեթոդների։ Իրենք պետք է կարողանային Հայաստանում մի ուժ ձևավորել, որ Նիկոլին ֆիզիկապես կհեռացներ իշխանություն։ Չեն արել, ու դա իրենց մեղքն է ռուսների։ Մենք մեր հարցերը դնում ենք միայն հայերը կործանել, պետությունը կործանել, ես էլ ոչ մի շանս չեմ տեսնում վերականգնելու։ Եթե քննարկում ենք հիմա արդեն ռուսներն էին պարտավոր տեր կանգնելու դեգեներատ։ Պարոն Հարությունյան, հետաքրքիր է, որ որքան որ գիտեմ, դուք Նիկոլ Փաշինյանին անձնապես չեք ճանաչում։ Ես ոնց ճանաչում եմ, ես 96 թվին երևի։ Դա 95-96 թիվն էր, դա երեխա էր։ Հələ համալսարանում էր սովորում երևի, ինձ թվում է սովորում էր։ Գնացի լրագրի խմբագրություն, տղեկը ասեցին, վայ լավ էր որ եկար, մեքենայով ես, չէ, ասեցի հա, ասին փող ենք հավաքել խորոված անելու։ Նիկոլի մոտ է, մի հատ գնացեք, եթե կարաս գնացեք, մի սառեք, կարաս դու էլ մասնակցես, ինձ ասեցին։ Ասեցի տանեմ, որտեղ Տիգրան Հայրապետյանը կար, հարգելի մարդիկ կային, բաներ կային։ Նստացրեցի կողքս, ճամփին ինչ խոսել եմ չի պատասխանել այդ լակոտ։ Հասանք միս առնելու, այն գումի շուկայում, այն ցեխոտ բաները, մսի պաստաժները։ Ես այն ժամանակ քանիս էի 47-48 տարեկան էի։ Փողն իրա մոտ է։ Մոտենում ենք մսի բաներին, նո ասում եմ ինձ թվում է սա լավն է։ Հետս չի խոսում, վրեժ չի նայում այդ դեգեներատը։ Վերջը իրա ուզած կեղտոտ միսն առավ, որից խորոված հնարավոր չէ։ Ճամփին էլ չեմ խոսացել, հետո եկա իրան իջացրեցին, թողեցի ես գնացի։ Այդ է եղել իր հետ հանդիպում։ Դա ծնվել է որպես հրեշ։ Ես ինչ եմ ուզում ասել, որ իրեն ճանաչող մարդկանց հետ ես տարբեր մարդկանց հետ խոսել եմ, եւ ես ձեր գնահատականը իրենք էին կրկնում, որ նա մարդ է, ում հետ անհնար է պայմանավորվածություն ձեռք բերել։ Իհարկե։ Այսինքն մարդ է, որը կարող է քեզ երեսիդ կանգնել պայմանավորվածության գալ եւ հաջորդ վարքյանին իսկ երբ որ այլ առաջարկ լինի դավաճանի։ Այո, կատարյալ սրիկա։ Բոլորը գիտեն լրագրողները, որ տունը շանտաժով են մինիստրից էր վերցրել։ Գագիկ Մարտիրոսյանի, մեբելը մի ուրիշից էր վերցրել։ Բոլորը Սերժին է շանտաժարել, Սերժի Պեսունը, մարդ չկա ասեն, Ռոբին, տարավ կողեց բանտ վերջը փողով եկալավ ձեռից 4 միլիոն նոր բաց թողեց։ Ու Ռոբն էլ այդ հալով միակ տղամարդ ֆռալով ժորտին ոչխարի դերած տարավ ընտրությունների։ Հիմա էլ այդ գիտեք ինչով ազբաղված է թիմը, ընդդիմությունը։ Այն ինչ որ Հայաստանում է կատարում, աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի։ Այն անթասիբությունը, որ մեր մոտ կա, ոչ մի սահման չունի։ 7000 զոհն ընդ պարկած են, միջև այսօր խոսակցություն է գնում, թե դրանց վրեժ է պետք լուծել։ 39000 հետևորդ ունեցող զոհի մայրը, ասում է քեզ ձեռներով կճղեմ։ Ճղեիր։ Պարոն Հարությունյան, հիմա նման աշխարհը այսինքն ձև չունի նման սրիկայի հետ վարվելու։ Մարդ, որը ոչ մի պայմանավորվածություն չի պահում, այսինքն այսօր թուրքերը ավելի կտան աշխարհը նման մարդկանց օգտագործում է իր օգտին։ Ոչ մի երկրի պետքը չի թե այդ մարդը ինչ է անում։ Առաջին հերթին այդ մարդով պետք է զբաղվեին հայերը, որտեղ գենոցիդն է իրաց։ Երկրորդ հերթին այդ մարդով պետք է զբաղվեին ռուսները, որոնց համար տարածաշրջանը կենսական նշանակություն ունի։ Հայաստանի անկումով որպես պետություն Ռուսաստանն է բարի գնում։ Դե հայերը չկարացան, ռուսներն էլ դեմ են առել Պուտինին, որը տարօրինակ խաղեր է խաղում այս քրիտիկական պահերին, ու չգիտեմ ոնց կզարգանա ընթացքը։ Պուտինն ասում է Բայդենի հետ խոսա, դա իր գործն է, խոսա, կպարտվի, կկարի, այդ իրանց գործն է։ Բայց Նիկոլին ընդունել Մոսկվայում այս խոսակցություններից հետո աբսուրդային է։ Իրենք էլ իրենց արժանապատվությունը գցել են պոլին, մանեն, դրա համար Հայաստանում ծռերը իշխանության են ձգտում։ Սա ֆանտասմագորիա է։ Սա սխալների շարան չի, սա անարժանապատվության շարան։ Իդեպ, պարոն Հարությունյան, Ռուսաստանի այս վիճակը չի հուշում, որ իրենք Հայաստանից լավ վիճակում չեն իրականում։ Իրենց պրոբլեմներով։ Հիմա արդեն լուրջ պրոբլեմներ ունեն, այնտեղ են նավն են ռմբակոծել, թուրքերն են իբրե գնացել այդ նավին օգնության, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ բան։ Իրենք աբսուրդների մեջ են, իրենք նավթ են վաճառում Ուկրաինային, որ Ուկրաինան լցնի իր տանկերը
կկռիվանի ու Ռուսաստանի տարածքին հարվածի ատել։ Բացատրություններ չկան։ Տնտեսագետներն ասում են, ընկեր, քո արածը տնտեսագիտորեն չի արդարացվում։ Դու ինչ որ անում ես абսուրդ է։ Չի ստացվում։ Հայկական եւ ռուսական մենտալիտետները նախնադարյան մենտալիտետները ներկա հիբրիդային դարում պատերազմների պետք է շատ խորը դու տերապետես բոլոր հարցերին ու կարողանաս լուծումները գտնես։ Հիմա կա ասենք թե կամ բան կա մեծ թվերի տեսության հիման վրա կա ամեն ինչ հաշվարկելու հնարավորություն մաթեմատիկորեն։ Մասնագիտություն կա, data analyst-ա, data scientist։ Նստում են, հաշվում են, ռուսները չեն անում դա։ Մի հատ Պուտին դարել է աշխարհի հետ խաղացող։ Դե չես կարող խաղաս, այնք։ Դու պետքա թիմ ունենաս, դու պետքա լուրջ հաշվարկես ինչ ես անում։ Հանգիստ ոչ տոնով խոսում է ոնց որ Նիկոլը։ Ներվ չունեն, ոչ Պուտինը ներվ ունի, ոչ Նիկոլը ներվ ունի։ Պուտինին Նիկոլին կարաս ներվից հանես։ Տեսել ես դրան զայրացած։ Չունի այդ մարդը։ Հանած է, քաշած հանած է այդ ներվը։ Մենք նորից խոսեցինք վրեժխնդրության մասին, բանալցում, բայց ինչպես դուք այսինքն ես չեմ գնահատողը, դուք ճիշտ եք ասում թե ոչ, որովհետև ձեր ապրած կյանքը եւ կենսագրությունը պետք է ստիպի մեզ ուղղակի ընդունել դա։ Բայց տեսեք, մարդը վրեժխնդրությամբ է մարդ, որովհետև կենդանիները կարծեք թե վրեժ չունեն, անասունները։ Հիմա իրականում абսուրդ է, որ մեր հասարակության մեջ որևէ կերպ վրեժխնդրության որևէ դրսևորման ձև չկա։ Բարիշ ջան, կենդանիները վրեժ ունեն։ Եթե լավ հետևես, ոչխարը խփում է իրան վատությունն անել, գնում է հերվից, հետևից գալիս է այդ մարդուն խփում է։ Այո։ Դուր չեկածին խփում է։ Ես գործի էի գնում, ակրավ կար, ես ինչ իմանամ, ես դրա ծառի մոտով էի գնում, թե ինչ էի անում, շենքից դուրս էի գալիս, սա ինձ հետապնդում էր այդ ագրավը։ Կենդանիների մոտ կա դա։ Առանց վրեժ կենդանական աշխարհն էլ չի կարող։ Ամեն բաները հա միգուցե շատ ցածր կենդանիները միգուցե դա շատ լուրջ հարց է։ Մարդը ստեղծվել է որպես կենսաբանական է։ Հետո ինքը դարձել է սոցիալական։ Սոցիալականության շնորհիվ պետություն է կերտել։ Հետո այդ պետությունը հարևանների հետ է հարաբերությունների մեջ մտնում։ Ու դուրս է գալիս, որ եթե պետության ռեկը վերցնի պատահական մարդ հարևանի գործակալը, ապա պետությունը կործանում է, որպեսզի այդ հարցը լուծվի, դրա դեմ պայքարվի։ Այդ մարդիկ, այս պետության գործակալի տակ հայտնված պետության մարդիկ, պետք է տեսնեն, թե ոնց է հնարավոր սրա հախից գալ։ Ու երբ որ տեսնում ես միլիցիան ունի, կառավարությունն բոլորն իրանը միակ ելքը մնում ֆիզիկապես հարցերը լուծել։ Եթե դու այն կամքն ունես, որ ուզում ես պետություն ունես։ Սա տրամաբանական շղթա է, որը հանգեցնում է վրեժի գաղափար։ Հասկանում եք, այս դարը ունի բազմաթիվ տրամաբանական, տնտեսագիտական, քաղաքագիտական, մարդկային, հոգեբանական, սոցիալական, գիտական, հազար մի տրամաբանություն։ Երբ որ դու չգիտես հիմնական տրամաբանությունները, դու չես կարող եզրակացություն ունենալ։ Հայերը զլանում են հիմնական տրամաբանությունները չիմանալ, որովհետև կրթական համակարգը փուլ է։ Չեն իմանում որը որից հետո է։ Առաջնահերթություններ կան, հետո երկրորդ կարգի, երրորդ կարգի վերևում նստած է այդ իշխանիկը։ Ավազակապետությունները շատ կան աշխարհերս, բայց լակոտապետություն մենակ մեկ են։ Այս մարդը սարքել է լակոտապետություն ու միլիցիոն փող կերակրելու հաշվին դիմանում է։ Դուք sense բան տեսել եք։ Չկա աշխարհում նման պետություն չկա։ Որ միլիցին ասի գբոին գնա սրան մորտիկ գնա։ Չկա մեկ չգնա բանտարկի։ Sense բանը անհնար է։ Իդեպ հետաքրքիր Հիմա կոմիտասը ողջներ կասեր գնացեք կոմիտասին բանտարկի։ Պարոն Հարությունյան, հետաքրքիր մի դիտարկում անեմ ձեր թույլտվությամբ։ Նիկոլ Փաշինյանը կարծեք թե այս հայ ոստիկանին, հայ քաղաքացու դեմ հանելով շատ նմանվել է թուրքական իշխանություններին։ Ես իմ տեսած օրինակը բերեմ, երկար ժամանակ թուրքերը չէին կարողանում քրդական խնդրի դեմն առնել, հա։ Արևմտյան Հայաստանում, Թուրքիայի արևելքում ապրող այս
քրդերը գլխացավանք էին իրականում մի կողմից Թուրքիան իհարկե կարող էր իր բանակային ուժերով ճնշել, բայց ամեն անգամ երբ թուրք զինվորներ էին զոհվում, թուրքերն էին ոտքի կանգնում արևմուտքում արդեն, ասում են, էս մեր տղաներին տանում զոհում եք, հա։ Եվ Թուրքիան մի այսպիսի լուծում գտավ։ Ստեղծել են ժանդարմերիա, գյուղական պահապաններ են կոչվում, որոնց զինված քրդեր են, որոնք պայքարում են քրդերի դեմ, գյուղերում, համայնքներում։ Փողը տալիս են, իրավունքները տվել են, այսինքն այդ մարդիկ ինչ-որ արտոնյալ են քրդերի մեջ, թուրքերի մեջ իհարկե նրանք ոչ մեկ են, այդ ժանդարմները, ոստիկանները, գյուղական պահապանները, եւ ինչ ստացվեց։ Համ քրդական հարցի դեմն են առնում, համ քրդերը երկու կողմից էլ քրդեր են սպանվում, այսինքն եւ Քուրդիստանի անկախության համար այդ պայքարող մարտիկներն են քուրդ, եւ նրանց դեմ պայքարողներն են քուրդ։ Այսինքն թուրք ժողովուրդը ըստ էության իր խնդիրը լուծել է նրանով, որ քրդական հարցի դեմ պայքարում է քրդերով։ Թուրքերը հայտնի են, որպես լավագույն կռվողներ ունեցողներ։ Փողի հաշվին։ Այս մարդիկ Ալթայից դուրս են եկել, իրանք հասկացել են փողի հզորությունը, փողի արժեքը ու փողով տարբեր գործեր անելու դաշտը, հայերը մինչև հիմա փողով դիտում են որպես պալատ սարքելու բան, միջոց։ Որ հայը հարստացավ, այդ փողով մենակ պալատ սարքեց։ Ոչ մի ուրիշ բան չարեց։ Քեզ թվում է, որ Ալիևը հիմա աշխարհով մեկ լոբիստներ է պահում։ Ինքը նավթի փողերից դրանց է տալիս։ Չէ, ինքը էլ կարող էր պալատներ սարքել։ Բայց ինքը դա փողն օգտագործում է պետություն սարքելու համար, ուժեղանալու, թուրան սարքելու։ Նույնն էլ Էրդողանն է անում, նույնն էլ բոլոր թուրքերն են անում։ Գնաց բայրակտար բերեց։ Տարբեր երկրներից բայրակտարի մասերը առնում, բերում բայրակտարն է ուժեղացնում։ Հզոր դիպլոմատիա ունի։ Այսինքն նույնիսկ փողը հայը չի հասկանում թե ինչ է։ Փողն օգտագործվում է միայն ու միայն կաշառելու իր ճանապարհը բացելու համար։ Անձնական կստամնելի բաների ցանկություններից վեր փողը հայը չի օգտագործում։ Սա շատ խորը դեֆեկտ է։ Ժամանակ չհասկանալու, մարդուն չհասկանալու խորը դեֆեկտ է։ Դրա համար ես իմ էվոլյուցիան կա, երբ որ թոշակի անցա, ազատ ժամանակ շատ կար։ Սկզբից նստեցի, ասեցի գիրք գրեմ, լեզուս կլավացնեմ։ Մի անգամից անգլերենով գիրքը սկսեցի գրել, իմ իմացած հարցերի շուրջ, դարձավ քաղաքագիտական հիմունքների գիրք։ Այդ հարցերը ես գիտեի, անգլերենն էի սովորում, գիրք դարձավ։ Հետո այդ ամեն ինչը գրելուց հետո հարց առաջացավ մարդու վերաբերյալ, թե մարդն ինչ է իրաց ներկայացնում։ Սկսեցի խորանալ մարդու խնդիրների մեջ, մարդու վերաբերյալ արդեն աշխատություններում, թե ոնց է մարդն առաջացել կապիկից։ Զենքի միջոցով, իրար սպանել, հիմարին սպանելու միջոցով։ Այսինքն տրամաբանությունները շատ կուռ են, կենսաբանական, հասարակական, քաղաքական տրամաբանությունները շատ կուռ են։ Երբ դու դրանք հաշվի չես առնում ու միայն լոզունգներով ես ղեկավարվում կամ ինչ-որ կողքինի ասելով, մնում ես նախնադարյան մակարդակի, տրեխի մակարդակի։ Մենք այդ 5000-ը տրեխից մի քայլ ես կողմ չենք եկել։ Մեր մենտալիտետի մեջ աշխարհի պատկերացումների մեջ։ Ինչքան ուզում ես ասա, մեզ էս կնայեն 1000, կարող է 2000 հոգի, ես ինչ քարը տրակի, բայց մարդ կա, որին հետևում են 100,000-ով։ Բարի ջան, որտեվ իրենք հեշտ ընկալելի են, իրենք ասում են ինչ որ դիմացինը գիտի։ Շոյող լեզվով են խոսում, քծնող։ Իրենք ասում են, օրինակ, ասում են, եթե ռուսներին այստեղից հանենք 8 րոպեում ամերիկացիները կգան։ Րոպեներ չեն ասում։ Վերջերս նայեցի, ասում է, արևմուտքը սպասում է, որ ռուսներն այստեղից գնան, որ իրանք գան։ Հայ դու դեբիլ ես, բա ռուսներին հանի, ռուսներին հան չես տենում, մարդիկ սպասում են, որ գան։ Դու դիմացինին ինչքան պետք է իրանք լավ ճանաչած լինեն կամ չհարգեն, որ նման բան ասեն։ Ու դիմացի դրան լսողներից ոչ ոք չի ասում, արա դու ես էշի տեղը։ Այ դեգեներատ, դու ինչ ես խոսում, հասկանում ես ինչ ես խոսում, արա։ Գոնե ինձ մարդու տեղ դնե իր ասել, գիտես ինչ կա։ Սենց ենք պայմանավորել ենք արևմուտքը կգա, այդ բոլոր պոստերում ինքը կկանգնի, ռուսն էլ դիմացը հերթափոխություն կլինի, կգնան։ Այն ժամանակ ասում, արա միգուցե, գիտես ինչ, սա հնարավոր է։ Բայց ասում թող ռուսը փասափուսեն հավաքի, հələ տեսնից ոնց են գալու։ Սա հաշվարկված է բացարձակ դեբիլի վրա։ Բայց աշխատում է, պարոն Հարությունյան։ Աշխատում է, ինչ կարող ես անել, դե դիմացինն էլ դեբիլ է, որը շատ մեծ այնպես վերամբար ստոնով քեզ ասում է, բան, ռսաստրուկ, ինձ են ասում, ռսաստրուկ։
Ես շնորհավորում եմ ձեզ, քանի որ ես էլ Կրեմլի գործակալ եմ, պարոն Հարությունյան։ Էդ էլ են ասել։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես զարմանում եմ, թե ինչ լավ են հաշվարկել հանրության իրական, այսպես գիտակցությունը, կրթական մակարդակը։ Ինչ են ասում, ամեն անգամ ասում են, այ Ռուսաստանը կործանեց Արցախը, Արևմուտքը ուզում էր փրկել, ճանաչել Արցախի անկախությունը։ Այնինչ ասենք ԱՄՆ պետքարտուղարը, Ֆրանսիայի արտգործնախարարը ասում են, պետք է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրված պարտավորությունները։ Այսինքն իրենք էլ հաշտ են այդ հայտարարության հետ, իրենք էլ կողմնակից են այդ հայտարարության, կապիտուլյացիոն հայտարարության մեզ համար։ Բայց այստեղ ստացվում է ամեն անգամ կարողանում են խաբել ժողովուրդը։ Որտեղ ժողովուրդն ուզում է խաբվի։ Մի հատ բան ասեմ, ես այստեղից մեքենա ուղարկեցի գազով աշխատող, մի անգամ գազը գործարանային տեղադրության գազով մեքենա էր, մինիվան։ Ուղարկեցի Երևան 2005 թվականին էր դա, հետո որ եկել է Երևան, ես էի քշում այդ մեքենան։ Ինձ համար էի ուղարկել, իմ մեքենան էր։ Քշում եմ ցիրկից մինչև բան, կինո Հայրենիք, այդ որ մոտեցա կինո Հայրենիքին 300 մետրից արդեն պրոբկա էր։ Ես մեջտեղով էի գնում, զգացի որ աչում մի քիչ շարժումը լավ է։ Եկա աչ, տեսնեմ այդ աչ շարքը գնում է թեքվում է դեպի երրորդ մաս։ Մոտեցա, ստեղ պրոբկա չկա, պրոբկան կենտրոնում է, Հայրենիքի դիմաց է։ Այդ անցնելու ժամանակ տեսարանը ֆանտաստիկա էր, մինչև հիմա տպավորված է մեջս։ Այդ կենտրոնը բոլորն եկել են սենց իրար դիմաց խռնվել են այդ վարորդները, խաչմերուկը լռել են, բոլորը կանգնել են մեքենաների հետ պատնոշկեքին, ապուշի պես իրար են նայում, սենց բոլորով մի 50 հոգի ու կողնել հարյուրավորների լռված այդպես։ Ու մտածում ես, լավ, այս մարդիկ ոչ մի բան չէին հասկանում։ Չգիտեմ հիմա դա ելնում այդպես բաներ թե չէ, այն ժամանակ դա ֆանտաստիկ ցայտուն էր դա։ Այսինքն մենք որ գործում ենք, մի բան որ անում ենք, կողքինը չի հաշվարկվում որպես գիտակից մարդ։ Ինքն ասում է ինքը դեբիլ է, ես քշեմ, իմ ճամփեն կլինի։ Այն նույնն էլ է, նույն ձևով հաշվարկում, գալիս իրար դեմ են առնում։ Հայերին որ մնար, իրենք խաչմերուկ երբեք չէին կարողանալ սարքել։ Դուք գիտեք, որ Ամերիկայում ոչ բոլոր խաչմերուկներն են լուսով։ Կա այսպես ասած 4 ստոպի խաչմերուկներ։ Երկու կողմերից ստոպի նշան է գալիս բոլոր կետերում։ Երբ որ դու մոտենում ես խաչմերուկին, պետք է կանգնես, հետո նայես աջ, ձախ մեքենա կա, չկա գրաս։ Երբ որ մոտենում ես խաչմերուկին, տեսնում ես արդեն 3 հատ մեքենա են կանգնած։ Դու հիշում ես, թե քոսմից առաջ ով էր եկել։ Այս մյուսներն էլ հիշում են, թե իրենց ով ումից հետո հերթով իրար զիջելով գնում։ Սա կոմպրոմիս է, ներհասարակական կոմպրոմիս է։ Մարդը պարտավոր է դիմացինին հաշվի առնել, որ նայել է մարդ, ոչ ավել։ Նույն իրավունքներով մարդը նույն հնարավորություններով կարող է զենքներ ջեպետ դրած։ Հայերը դա չեն հաշվարկում։ Քշում են ասես ու վերջ եկել է այն վիճակը, երբ որ երեխան ծնվում է, տեսնում որ զորբան հաղթում է։ Հետո այդ երեխան մեծանում, ասում է զորբանն է ճիշտ։ Զորբանն էլ այդպես գնում է ու լռվում։ Դիմացի զորբայի մոտ ու վերջում զորբաները հատ չեն լուծում։ Այդ ապուշի պես իրար են նայում, ելնում է մեկ, երբ որ համոզված է, որ ինքը տակից դուրս կգա, խփում է։ Բայց հիմնականում բարիշում են։ Ռասբիրատը հայկական ոչ մի աշխարհի ոչ մի երկրում չկա։ Ռասբիրատն ինչ է, զենքի փոխարինում է բանով, կեղծիկով։ Աշխարհում ռասբիրատ չկա։ Գալիս են, զենքը հանում խփում են։ Ով շուտ կհասնի ռասբիրատի միակ մեխանիզմը գիտես որ թե ով գրպանից շուտ կհասնի զենքին ու կխփի դիմացին։ Ամերիկյան բայևիկներում դա է դրած հիմնական բանը, էլեմենտը, մրցակցության, թե այդքան արագություն ունես, թե չէ։ Մեր մոտ արագությունը գոյություն չունի, զենքը գոյություն, ռասբիրատ, տեսար ինչ լավ ասեց։ Այդ ենք։ Ընդորում հետաքրքիր է ձեր խաչմերուկի միջադեպը, որ պատմեցիք, քանի որ հարցազրույց չի սա, ավելի շատ զրույց է, ես էլ մի այդպիսի խաչմերուկային պատմություն պատմեմ։ Գալիս ենք մի խաչմերուկ է, որտեղ երկու այդպիսի զորբա իրար հանդիպել են, ու իրար երևի խանգարել են, բայց իրարից արդեն 10 մետր հեռավորության վրա են կանգնած, ու մեկը մյուսին մայրը հայում, այ դու արիստեք, ես քեզ սենց կանեմ, ու իրենցից ոչ մեկը առաջ չի գնում։ Սա ինչի հետևանք է, պարոն Հարություն։ Կրթության բացակայության հետևանք է, դաստիարակության, Սա արժեքայինի է։
կան ազգեր, որոնք բացարձակ բան են, անկիրթ են, բայց իրանք այս ամեն ինչը հասկանում են։ Սա միջև գրավոր քաղաքակրթություններ էս ամեն ինչը հայտնի։ Բանը, քանի որ գործը հայերը երևի քանի որ պարտվել են միշտ արոյի պակաս ա եղել, խնայել են, մինուճար երեխեք են եղել, գործը չեն հասցրել կռվի, ու դա դարել է միմիկրի է, գոյության միմիկրի է դարձել։ Ես ձեզ ուրիշ մի հատ դեպք պատմեմ։ Երբ որ նոր անկախությունը սկսեց 92 թվին, բենզինի հերթեր էին։ Ուրեմն այդ մեքենան բենզինի կանգնում էր, ստացիոնար մեքենա կար, ուրիշ մեքենան գալիս էր, լցնում էր այս բանի մեջ, բենզինի մեքենայի մեջ, սա էլ շլանգով տալիս էր, շլանգն էլ վերևից օդից գալիս էր, sense օդից կախված հասնում էր ներքև, ու ամեն մեքենան մոտենում էր, լցնում էին։ Բայց երբ որ հերթ էր սպասում ենք, տանում ենք կանիստրները դնում ենք, ու սպասում ենք, թե երբ բենզինը կգա կլցվի այս մեքենայի մեջ, որ հետո հերթով գնա։ Կանիստրները շարած են, մարդիկ իրաց հետևները կանգնած են, ու հետաքրքիր բան, այս վերևից կախած շլանգին մի հոգի չէր բռնում։ Մի 4-5 հոգի բռնած էին դառնում։ Մի քիչ վերև, մի քիչ ներքև, մեկը շլանգի ծերին, մեկը մյուսը։ Լավ տղեկը, թաղի բոլոր խառոշիները գալիս էին, լցնում են։ Մի անգամ այս բենզինը սկսեցին տալ, եկավ լցրեց, այս շլանգի ծերը մի 5 հոգի բռնել են։ Ու ցեխա, անձրև ա եկել ցեխա։ Հիմա դե որը առաջինը կողի այդ շլանգը իր կանիստրի մեջ։ Չի ստացվում, այս տալը որ մեկը իր կանիստրը լցի, այն մյուսը քաշում է այնից կողմն։ Այս կռիվը մի քանի րոպե ընթանում։ Բոլորը լուր, ոչ մի քֆուր։ Բոլորը վախենում էին ձեն հանեն, որտեղ քֆուրը կարար այդ ժամանակ սպանությամբ վերջանար։ Ես ապշել էի այդ լռության վրա։ Բոլորը շատ խորը հասկանում էին այդ process։ Այդ բջերը իրանք հիմար չեն։ Իրանք կռիվն անում էին նավոս։ Վերջ հաղթեց ամենահամարն ու մի քիչ էլ ուժովը։ Այն մյուսները, որ արդեն պարտվեցին, հեռացան դեպի իրաց կանիստրները, նոր արդեն հեռուր որ գնացին, քֆուր սկսեցին քթի տակ տալ։ Սա շատ լուրջ դեֆեկտ է, որը մենք ունենք։ Ու այս պատճառով են գենոցիդվել։ Բրեժնև ինստիտուտը չի եղել, Թասիբի ինստիտուտը չի եղել, դրա համար գենոցիդվել։ Այդ գյուղ առ գյուղ գենոցիդվելով փախել 3-4 գյուղից հետո պետք է գոյանար ջոկատ, որը կգնար կդիմադրեր չէ լակոտներին, այդ լամուկներին։ Չի գոյացել այդ ջոկատը։ Մինչև Հայաստան փախել։ Հայաստանում էլ Անդրանիկն է կարողացել միայն դրանց հավաքագրի բանակի տեսք տա։ Պարոն Հարությունյան, քանի որ խոսեցինք այդ դիմադրության մասին, Սյունիքի դեպքերը միջև ընտրություն, երբ որ Փաշինյանին չէին թողնում մտնել մարզ, դա հնարավոր էր դրանով առողջացում սկսել, թե ոչ։ Եվ ինչը այն չգնաց, որ Սյունիքում նորից կոտրվեց այդ դիմադրությունը։ Այդ խոսացողները, որոնք որ կան հրապարակում, դրանք են տրամադրություն փոխողները։ Ավելի թարմ օրինակ բերեմ։ Վազգեն Մանուկյանը պարտությունից հետո հրապարակում ելույթներ էր սկսել, որ պետք է Փաշինյանին գցել ներքև, եկան կուսակցությունները միացան ու միացան նաև այն բանը, Իշխան Սաղաթելյանը դա ազգանունը։ Դա միացավ։ Իշխան Սաղաթելյանը լավ խոսացող է։ Լավ ոչ թե որակով խոսացող է, այլ զզվցնելով խոսացող է։ Ինքը կարա ժամերով ոչ մի բան չասի, բայց միկրոֆոնը ձեռը պահի։ Ինքը հաղթեց Վազգեն Մանուկյանին։ Միկրոֆոնը չթողեց, որ Վազգենը խոսա, ինքը հաղթեց, այս ժողովրդին զզվցրեց, վերցրեց իշխանությունը, դառան իշխանություն։ Ընդ որում հիշում եք, վախեցան պարոն Մանուկյանի խոսքերից, երբ որ ասեց, որ պետք է ինքնադատաստան տեսնել։ Փաշինյանի նկատմամբ։ Այո։ Այսինքն խոսողները հայության մեջ միշտ հաղթել են։ Մուֆտա գործանողները միշտ հաղթել են։ Ախպեր դու չես հավատում ու գնաց։ Ընենց բանով ասում, վրա հարցակվելով ասում, ո՞ս թե դու չես հավատում, ասես քեզ ճղելով։ Եթե դու ռիսկ ունենաս, ասես հա չեմ հավատում, ինքը հետ կգնա։ Բայց դու մտածում, արա ասես որ հարցակվում է վրետ ասում, ո՞ս թե դու չէ։ Երևի մի բան կատակ է։ Ու այդ բոլոր միմիկրի անող պետուխներին, կեղծ ворցերին հայը կարպարտվեց։ Վերջում էս սրան հասան։ Կեղծ ворցերի երգիրա, որտեղ Նիկոլն ամենահզոր կեղծ ворցն է։ Բոլորին խափեց։ Սերժին նալոգի տակ դրածը ու Սերժը գնաց պարլամենտ։ Սերժ մենակ դրա համար գետին պետք է մտնես դու։
Ինչ է կատարվում։ Այսքան կեղծիքի տակ կզած ազգովի չենք հասկանում ինչ է կատարվում։ Facebook-ը նայեք։ Հեղինակությունները նայում ես, ապշում ես այս ովքեր են այս ժողովրդին արածացնում։ Պարոն Հարությունյան, եւ վերջում եթե փորձենք ամփոփել, հիմա դուք չնայած Մոսկվայի մասին խոսեցիք, ասացիք, չգիտեմ, ես մի քիչ փորձում եմ այսպես լավատես լինել, հույս ունենալ, որ Մոսկվայում կկարողանան Փաշինյանին իր տեղը դնել։ Թե ոչ մի հույս չկա այդ առումով։ Չէ, Փաշինյանին հնարավոր չի տեղը դնել, ուղղակի Փաշինյանն էլ չի կարող ռուսական զորքերը հենց նրանց տեղից հանել։ Դա բան է, տուպիկ է, փակուղի է։ Ռուսները հասկանում են, որ եթե գնացին Ղարաբաղից, եթե Ղարաբաղը զիջեցին, Հայաստան չեն կարող։ Սկզբունքի հարց է։ Սա process է, որը դինամիկա կունենա ու կտա ռուսներին բանից էլ Սյունիքից էլ կհանենք շփրտեն դեն, Գյումրին կդառնա անիմաց, որտեղ Գյումրին ոչ մի բան չի պաշտպանում։ Գյումրին հայությանն է պաշտպանում, ռուսներին պետք է հայություն պաշտպանել, ոչ մի դեպքում։ Ռուսներին պետք է ֆիզիկապես պաշտպանել թուրքերի Թուրանի գոյությունից։ Խնդիրը դրանումն է։ Ռուսներն էլ Նիկոլին չեն զիջում, բայց իրանք չեն էլ գնում։ Նիկոլը պետք է հասնի նրան, որ ինքը պահանջի, որ ռուսները գնան։ Ասել է տեքստով։ Բազմիցս ասել է պետք է հետաքննել դրանց գործունեությունը եւ այլն եւ այլն։ Ռուսներն էլ չլսելու են տալիս։ Դա լավ չի։ Շատ վատ է, հələ որ հավասարակշռությունը դրանումն է։ Նիկոլի լկտիությունը ու ռուսների հիմար ձևանալ, այսպես ասեմ։ Սա վերջին շանսն է, որ ռուսները կարողանան հիմար ձևանալով հաղթել, բայց եթե մի քիչ էլ իրանք վատացան Ուկրաինայում ու իշխանական ճեղք եղավ Ռուսաստանում, մեր վիճակը ահավոր է։ Հայկական պետությունը ժամերի մեջ կվերանա։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, հետաքրքիր զրույց էր եւ ես հույս ունեմ նորից ամեն անգամ ասում, որ այս զրույցները մարդիկ լսվեն, ինչ որ առողջացման միտում կա։ Չնայած մյուս կողմից ձեր նկատած խնդիրը շատ տեղին է եւ խնդիրն այն է, որ մենք ինչքան էլ խոսենք, ասպարեզը իրենց ենթակայության տակ վերցած քաղաքական ուժերը, եթե ոչինչ չեն անելու, այս խոսակցություններն էլ արդեն անիմաստ են դառնում։ Իհարկե, ցանկացած խոսացող տղա կարա մեր այս ամբողջ խոսակցությունը ջրի իր տավտալոգիայով։ Մեզանում բոլոր արժեքներն են արժեզրկված, լուծումներն են փակված, որովհետև մարդկանց համոզել են, որ գիտես, ես եմ ճիշտ ասում։ Գործով գոյություն չունի։ Ասելով ցանկացած մեկն էլ կարա ճիշտ դուս գա։ Մի դրվագ էլ, պարոն Հարությունյան, ներողություն, որ այսպես գուցե ձանձրացնում եմ։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում իր պլանը բացահայտ ասեց։ Հիմա արդյոք, եթե ընդդիմությունը չի գնում գործողության եւ չի խաթարում այդ պլանի իրագործումը, վերջին արարը, արդյոք ընդդիմությունը բարոյական իրավունք ունենա Փաշինյանի այս դավաճանական պլանի, ես այդպես եմ գնահատում, իրավական գնահատական չեմ տալիս եմ բարոյական, հուզական գնահատական։ Սա իրավաբանների համար։ Տեսեք, այս Արդյոք բարոյական իրավունք կունենա այդ գործողության ավարտից հետո փորձել Փաշինյանին հեռացնել, երբ որ ամեն բան արդեն ավարտված կլինի։ Բարոյականությունը դա հասարակական արժեք է եւ ինքը տեղի ունի, երբ որ բարոյականությանը չհետևողին ցույց են տալիս իր տեղ։ Եթե բարոյականությունը խախտողը կարողանում է հանգիստ բան գալ այդ հասարակության մեջ, այդ հասարակությունն ինքը արդեն անբարոյական է, որ թույլ է տալիս անբարոյականին իրեն կառավարել կամ հանգիստ ման գալ իր մեջ։ Այսինքն մենք պետք է հասկանանք շատ պարզ բան։ Հասարակությունը ինքը ֆիզիկական անելիք ունի։ Ինքը պետք է այդ կուսակցություններին, այդ անհատներին, որոնք խափում են իրեն, օգտվում են իրենց հարկերի հաշվին նստած պաշտոնների ու երկիրն են տան փորձանում, հասարակությունը պետք է հասկանա, կուսակցությանը դու չես կարող ասել ասենց մի արա, որտեղ կուսակցության ոչ մի անդամ սիլլա չի կերել։ Միլիցեքին դու չես ոստիկանության չես կարա մի բան ասես, որտեղ ոչ մի անհատ միլիցա թուքումուր չի կերել իր բարեկամ։ Մեր մոտ դա է խաթարված, մարդկանց թվում է, թե ինքը անելիք չունի։ Ոչ, ամենակարևորը հիմա շարքային հայի անելիքն է, որը իր բարեկամ սրիկային պետք է ասի, սատկացնելու եմ քեզ անասուն, դու ես իմ որդուն զոհել։ Այդ կինը 39,000 ունեցող կինը, որ ասում է Նիկոլ եմ սպանելու, ճղելու,
ինքը ոչ մի միլիցա, ոչ մի դադար, ոչ մի ուրիշ բարեկամ չունի, որին ինքը կարա գնա ճղի։ Դե գնա ճղի։ Համակարգը Նիկոլի տակ եղած համակարգը ահռելի է, հազարավորներ կան։ Բայց դրանք մեր մեջ են ապրում։ Մեկին ասեք, որ դու իմ հետ ես խաղում, իմ կյանքն ես որոշում, ինձ ես սպանում։ Հայը չի հասկանում, չէ, Նիկոլ, մենակ Նիկոլ, այդտենց չի լինի։ Նիկոլի հենարան չեք տեսնում, ոչ մի բան չեք տեսնում, քյորրեկտ պետություն չեք ունենա։ Կույրերի պետություն չի լինում, անթասիբների պետություն չի լինում, լակոտների պետություն չի լինում։ Շնորհակալ եմ, պարոն Հարությունյան, ծանր խոսակցություն էր, բայց հուսանք օգտակար։ Շնորհակալ եմ։ Դե